Արիգալուստ 7-րդ դասին, հենց այս դասին է, որ խոսելու ենք պարգևները բացահայտելու մասին։ Ուզում եմ սկսել ուղերձ թարգմանությունից մի սուրբ գրային հատված մեջ բերելով։ Գաղատացիների 4-րդ գլխի 5-րդ խոսքը, ներեցեք 6-րդ գլխի 4-րդ եւ 5-րդ խոսքերը։ Ուշադրությամբ ուսումնասիրեք, թե ով եք դուք եւ ինչ աշխատանք է ձեզ տրված, այնուհետեւ խորասուզվեք դրա մեջ։ Ինքներդ ձեզնով մի պարծեցեք, մի համեմատեք ձեզ ուրիշների հետ։ Ձեզնից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն վերցնի իր կյանքում առավելագույնս ստեղծարար լինելու համար։ Վաու, այս խոսքերում այնքան շատ նյութ կա քննարկելու, որ 2 դաս կպահանջվի դրա համար։ Այս դասին ուզում եմ քննարկել առաջին մասը։ Ուշադրությամբ ուսումնասիրեք, թե ով եք դուք եւ ինչ աշխատանք է ձեզ տրված։ Իմ նպատակը ձեզ հետ բնական կարողություններ զարգացնելու մասին խոսելը չէ։ Բավականաչափ փորձելու դեպքում յուրաքանչյուր մարդ կարող է մասնագիտանալ ցանկացած ոլորտում։ Բացառություն եմ ես ու երգարվեստը։ Այդ ոլորտն ինձ համար իրական պայքար է։ Հիշում եմ երաժշտական գործիքներ նվագելու փորձերս։ Մեր համայնքում մի բավականին հայտնի դաշնակահարի մոտ դաշնամուրի դասերի էի գնում։ Նա լրիվ դրույքով դաշնակահար էր։ Հրաշալի մասնագետ էր, տարիներ շարունակ պարապեց ինձ հետ, սակայն օրերից մի օր գնաց ծնողներիս մոտ եւ ասաց. «Խնդրում եմ, թույլ տվեք, որ ձեր որդին թողնի դաշնամուր նվագելը»։ Ես նրա միակ աշակերտն էի, ում նա նման խորհուրդ էր տվել։ Ուստի երբ բանը հասնում է երաժշտական կարողություններին եւ երգելուն, ես դա չեմ կարողանում։ Սակայն մարդկանց մեծ մասը, եթե ժամեր տրամադրի ինչ-որ բանի համար, կարող է մասնագիտանալ, սակայն սրանից չէ, որ ուզում եմ խոսել։ Ուզում եմ խոսել Աստծուց տրված գերբնական պարգևները բացահայտելու եւ զարգացնելու մասին։ Լավ, շատ կարեւոր է, որ հասկանանք, որ Աստծո ներգրավվածության կարիքն ունենք։ Այո, Հիսուս Քրիստոսի հետ մեր անձնական փոխհարաբերությունը հենց այդպիսին է։ Այն անձնական է։ Ես չեմ կարող սովորեցնել ձեզ ինչպես բացահայտել ու գտնել ձեր անձնական պարգևը։ Ու չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է։ Ես երբեք չէի կարողանա բացահայտել, որ ունեմ գրելու ունակություն, եթե Աստված առավոտյան աղոթքի ժամանակ չխոսեր ինձ հետ։ Իմ ուսուցիչներն ինձ ասել էին, որ չէի կարող հանձնել պետական թեստը, քանի որ գրելն ինձ մոտ լավ չէր ստացվում։ Նույնիսկ պատահել է, որ ուսանողը քննադատեր այն նյութը, որը գրել էի համալսարանում։ Ես միակը չէի, քանի որ դասախոսը հանձնարարել էր, որ վերլուծեինք միմյանց աշխատանքները։ Բոլորի աշխատանքների վերաբերյալ արձագանքը դրական էր, բացի իմ աշխատանքից։ Պարզ է, հետևաբար ես երբևէ չէի հայտնաբերի, որ գրելու պարգև ունեմ, եթե Աստված այդ առավոտյան աղոթքի ժամանակ չխոսեր ինձ հետ։ Մյուս կողմից, եթե նայենք Դավթի օրինակին, նա ոչխարներ էր արածեցնում եւ իր առօրյա կյանքն ապրում, երբ նրան արջ է պատահում ու նա շատ երիտասարդ տարիքում սպանում է արջին, մեկ այլ գիշեր հանդիպում է առյուծի եւ սպանում։ Իսկ ինչին է այդ ամենը հանգեցնում։ Նա գնում է ճակատամարտի, որտեղ բոլոր զինվորները վախից թաքնված էին եւ ասում. «Այն Աստվածը, ով առյուծին ու արջին իմ ձեռքը տվեց, կտա նաեւ այս փղշտացուն» եւ սպանում է փղշտացուն։ Ինչ բացահայտեց Դավիթը, այն որ Աստված իրեն զորավոր զինվոր լինելու պարգև էր տվել, լավ, նա բացահայտեց դա բախվելով որոշակի իրավիճակների։ Դուք եւս կարող եք բախվել իրավիճակների կամ էլ Աստված կարող է խոսել ձեզ հետ, ինչպես խոսեց ինձ հետ։ Որ ձևով էլ բացահայտեք, մեր պարգևները բացահայտելու եւ զարգացնելու համար մենք պետք է փնտրենք Աստծուն։ Ուստի սկզբի համար կարեւոր է փնտրել եւ հավատալ Աստծո ներգրավվածությանը մեր խարիզման բացահայտելու գործում։ Աստվածաշնչում Եբրայեցիների 11:6-ում ասվում է, որ Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր հավատքով փնտրում են իրեն։ Նա չի վարձատրում նրանց, ովքեր երբեմն փնտրում են իրեն կասկածանքով եւ անվստահ։ Հիսուսը պնդում է արել։ Նա ասել է. «Շարունակաբար խնդրեք եւ կտրվի ձեզ»։ Ուշադիր լսեք, թե ինչ բառեր են ընտրված։ Շարունակաբար փնտրեք եւ կստանաք այն, ինչ խնդրում եք։ Շարունակաբար փնտրեք եւ կգտնեք։ Արդյոք Աստված մեզ հետ վատ է վարվում եւ ինչ որ բաներ մեզնից պահում պահանջելով, որ երկար աղոթենք որպեսզի տա։ Ոչ, նա այդպիսին չէ։ Երբեք նման կերպ մի մտածեք։ Նա ցանկանում է, որ այդ ցանկությունն այնքան ուժեղ լինի, որ դուք գնահատեք այն, ինչ նա տալիս է։ Թույլ տվեք օրինակ բերել։ Երբ ավագ դպրոցում էի սովորում, իսկապես սիրում էի աստղագիտություն առարկան։ Այնքան էի ուզում աստղադիտակ ունենալ գիշերային երկինքն ուսումնասիրելու համար։ Հիշում եմ, որ շատ գումար չունեի։ Լողի եւ թենիսի դպրոցում թենիսի մասնագետի օգնական էի եւ պարզապես իմ աշխատանքն էի անում։ Այնքան գումար չէի աշխատում, որ աստղադիտակ գնեի։ Սակայն շարունակում էի գրադարանից աստղադիտական գրքեր վերցնել եւ ուսումնասիրել։ Միանգամից 4 կամ 5 գիրք էի վերցնում, կարդում ու վերադարձնում եւ նույնիսկ դասընթացի մասնակցեցի։ Ավագ դպրոցում այդ առարկան ընտրեցի, 1 կիսամյակ աստղագիտության դասընթաց անցա, որն իրականում կամ ընտրական էր։
Այդ ամսագրերը կարդալու եւ դասընթացներն անցնելու արդյունքում աստղադիտակ ունենալու ցանկությունն այնքան էր բոցավառվել ներսումս, որ ստիպեց լուծում գտնել։ Հիշում եմ, որ մտածեցի, մասնագետ եմ լողի եւ թենիսի ակումբում։ Ինչու աշնանը հիմնական դասերից հետո մասնավոր դասեր չտամ։ Այդ ժամանակ հնարավոր էր շատ գումար աշխատել մասնավոր դասեր տալով։ Մոտեցա խորհրդի անդամներին եւ ներկայացրի առաջարկս։ Նրանք ընդունեցին այն։ Թռուցիկներ ուղարկեցի շրջապատումս բոլոր մարդկանց ասելով, որ թենիսի մասնավոր դասեր եմ տալիս։ Եվ գիտեք ինչ, բավականաչափ գումար աշխատեցի եւ հզոր աստղադիտակ գնեցի։ Հիմա երբ հետ եմ նայում, մտածում եմ, իսկ ինչ կլիներ, եթե ինչ-որ մեկն ինձ համար պարզապես գներ այն։ Կարծում եմ չէի գնահատի ինչպես հարկն է։ Հնարավոր է սխալ գործածեի կամ էլ արագ հոգնեի դրանից։ Սակայն իմ քրտինքով վաստակած այդ աստղադիտակը իսկապես գնահատում էի։ Աստված էլ այդպիսին է։ Նա ասում է. շարունակաբար խնդրեք, քանի որ ցանկանում է, որ մեր ցանկությունն աճի, եւ մենք անփույթ չվերաբերվենք մեզ տրվածին։ Հետևաբար մեր պարգևները բացահայտելու համար մենք պետք է փնտրենք Աստծուն։ Նախ եւ առաջ կան բաներ, որոնք մենք կարող ենք անել բնական հարթության մեջ, որոնք կօգնեն մեզ գտնել մեր խարիզման։ Նախ եւ առաջ պետք է ճիշտ հարցեր ուղղել։ Պետք է ճիշտ հարցեր ուղղել ոչ միայն ինքներս մեզ, այլև ուրիշներին։ Սակայն մենք մարդկանց մեջ չենք փնտրում պատասխանները, այլ ձգտում ենք լսել Աստծո ձայնը տարբեր ձայների մեջ։ Մասնավորապես խոսեք ճիշտ մարդկանց հետ։ Մարդկանց երկու տեսակ կա, ում հարցեր տալուց պետք է խուսափել։ Առաջինն այն մարդիկ են, ովքեր ասելու են ձեզ այն, ինչ դուք եք ցանկանում լսել, լավ։ Նման մարդկանց հարցեր մի տվեք։ Նրանք պարզապես ասելու են ձեզ այն, ինչ ցանկանում եք լսել, այլ ոչ թե այն, ինչը լսելու կարիք ունեք։ Երկրորդ խումբը վատատես մարդիկ են։ Օ, մտքովդ թող չանցնի, թե երբևէ կկարողանաս գիրք գրել, դա ծիծաղելի է։ Նման մարդկանց հետ մի զրուցեք։ Խոսեք հայրական կամ մայրական կերպար ունեցող մարդկանց հետ, ովքեր այդ ճանապարհը ձեզնից առաջ անցել են։ Խոսեք հավատքի մարդկանց հետ, ոչ թե նրանց, ովքեր ձեզ կասկածանքով կլցնեն։ Շատերն են փորձել հիասթափեցնել ինձ գրելու գաղափարից, կամ մարդիկ, ովքեր իմաստուն են, սակայն չունեն հավիտենության հեռանկարը։ Թույլ տվեք ասել, որ այդ մարդիկ նման են չփրկվածներին։ Կարող եմ մի բան ասել։ Ես նրանց հարցեր ուղղում եմ, սակայն նրանց խորհուրդները մասամբ եմ լսում, քանի որ գիտակցում եմ, որ վերստին ծնված չեն։ Նրանք չունեն հավիտենության հեռանկարը, սակայն հասկացել եմ, որ նրանք բավականաչափ պատկերացում ունեն որոշակի ոլորտներից։ Նրանց եւս հարցեր եմ ուղղում, լավ։ Օրինակ, եթե ցանկանում եք ճարտարապետ լինել, խոսեք ճարտարապետի հետ, փրկված լինի նա թե ոչ։ Եթե փրկված չէ, չունի հավիտենության հեռանկարը, կարող եք որոշակիորեն ականջ դնել նրան ոչ ամբողջությամբ։ Ծնողները, ամուսինները եւ հովիվներն այն մարդիկ են, ում կարող եք այս հարցերն ուղղել, որպեսզի օգնեն մեզ բացահայտելու մեր խարիզման։ Այստեղ էլ կան բացառություններ։ Հորս օրինակով կարող եմ ասել. Փառք Աստծուն, նա հիմա երկնքում է, սակայն կար ժամանակ, երբ փրկված չէր եւ ապահով կյանքի ջատագով էր։ Հիշում եմ, թե ինչպես մեկ անգամ ասաց ինձ. «Ջոն, դու պետք է լավ մասնագիտություն ունենաս։ Մի մասնագիտություն, որն ապահովություն կլինի քեզ համար, որի համար լավ կվարձատրվես, դու պետք է ինժեներ դառնաս»։ Հենց այդ պատճառով էլ ընտրեցի ինժեների մասնագիտությունը։ Մտա ինժեներության ոլորտ եւ ատեցի այն, 4 տարի շարունակ ատելով աշխատեցի, պարզապես ատում էի։ Հիշում եմ առաջին ղեկավարս տարավ ինձ իր սենյակ եւ ասաց. «Բիվեր, այդ ընկերությունում աշխատում եմ որպես ինժեներ։ Դու ինժեներ չես, նայիր ինժեներներին։ Նրանք իսկապես սիրում են գիտությունը, սիրում են նախագծելու ինչ-որ բաներ կառուցել։ Քեզ մոտ դա ընդհանրապես չի ստացվում։ Դու մարդկանց հետ շփվող մարդ ես»։ Ես թույլ էի տվել, որ հորս խոսքերը ձևավորեին իմ այդ 4 տարիները։ Ահա թե ինչու եմ այդքան զգույշ եղել մեր որդիների հետ, որպեսզի չասեմ մի բան, ինչը կհեռացնի նրանց Աստծո կոչումից։ Հիշում եմ, թե ինչպես Ալեքսն ասաց կնոջս. «Մայրիկ, ո՞րն է իմ կոչումը»։ Կինս ասաց. «Աստված իմ, սա այնքան որոշիչ պահ է։ Ինչ պետք է պատասխանեմ»։ Աստված ասաց. «Պարզապես ասա, Ալեք, այն ինչ դու կանչված ես անելու այնքան հրաշալի է, որ կարծում եմ դեռևս նման բան չենք տեսել»։ Դա էր նրա պատասխանն իր դեռահաս տղային, ով կոչման մասին հարց էր ուղղել նրան։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 125 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։ Որոնք կարող ենք ուղղել ինքներս մեզ կամ նրանց, ում դիմում ենք։ Ինչն եմ ես լավ անում։ Շատ անգամներ սա կարող է օգնել մեզ գտնելու մեր խարիզման։
Սա շատ լավ սկզբնակետ է։ Կարող եմ դա ասել, լավ։ Հնարավոր է դուք լավ եք թվերից կամ շատ լավ ֆիզիկական տվյալներ ունեք։ Հնարավոր է կանչված եք առողջապահության ոլորտ։ Եթե դուք իսկապես լավ եք թվերից, ապա կանչված եք կամ գիտության ոլորտ կամ ինժեներության։ Սակայն դա չէ վերջնական որոշիչ գործոնը։ Ես թենիս լավ էի խաղում։ Փուրդյուի համալսարանում լավագույն թենիսիստների թիմում էի։ Խաղացել եմ պատանիների թենիսիստների միջազգային Դեյվիս գավաթ մրցաշարում, Միացյալ Նահանգների թենիսի ասոցիացիայի մրցաշարում։ Հաղթել եմ պետական ավագ դպրոցների մրցաշարը։ Շատ լավ թենիսիստ էի, սակայն Աստծուն ջանասիրաբար փնտրելով հասկացա, որ կանչված չէի Միացյալ Նահանգների թենիսի ասոցիացիայում։ Սակայն ունեմ ընկեր, Ահարոն Բեդլին։ Ավելի քան 15 տարվա ընկերներ ենք։ Եղբայրների պես ենք եղել, նա խաղում է PGA գոլֆի մրցաշարերում։ Հիշում եմ, որ նրա երկրորդ տարին էր PGA-ում։ Կարծեմ 2004 թվականն էր, նա դժվարություններ ուներ։ Կոլորադոյի մրցաշարերին մասնակցելու ընթացքում իմ տանն էր ապրում։ Չանցավ եզրափակիչ փուլ։ Ես էլ պատրաստվում էի գնալ Լաս Վեգաս, համաժողովի։ Ու հրավիրեցի նրան, միանալու ինձ։ Նա եկավ։ Աստծո զորությունն ու ներկայությունը ուժեղ դիպան նրան։ Համաժողովից հետո ասացի. Ահարոն, Աստված խոսեց քեզ հետ։ Նա ասաց. այո, խոսեց։ Աստված ինձ 4 անգամ ասաց, որ չի կանչել ինձ քարոզելու, այլ լրիվ դրույքով գոլֆ խաղալու։ Ահարոնը փորձում էր նաև համատեղել քարոզելը, քանի որ ցանկանում էր անել այն, ինչ ես էի անում։ Ցանկանում էր կես դրույքով քարոզել եւ կես դրույքով գոլֆ խաղալ։ Փորձում էր ավելի շատ շեշտադրում անել քարոզի վրա։ Այդ երեկո ապաշխարեց դրանից, եւ գիտեք ինչ, 2 տարում նա դարձավ աշխարհում 16-րդ լավագույն գոլֆ մարզիկը։ Այդ պահից ի վեր 4 անգամ հաղթել է PGA մրցաշարերը։ Շուրջ 15 տարի մասնակցել է մրցաշարերին եւ այնքան մարդկանց է հասել PGA մրցաշարերի շրջանակներում։ Մտաբերում եմ ընկերներիցս մեկ ուրիշին։ Նա հովիվ է մի եկեղեցում, որի անդամներից մեկն ունի ավտոմեքենաներ վերանորոգելու զարմանալի պարգև։ Շատ լավ էր անում այդ գործը։ Փոքրիկ բիզնես ուներ, ավտովերանորոգման մի քանի կետ։ Այդ մարդն առաջարկ ստացավ լրիվ դրույքով Աստվածաշնչի սերտողություն անցկացնել քաղաքի մյուս ծայրում գտնվող մի մեծ եկեղեցում, որպես հովիվ ուսուցիչ։ Նա իր հովվին հրավիրեց ճաշի ու ասաց. ուզում եմ ընդունել աշխատանքի այդ առաջարկը, ինչին իմ հովիվ ընկերը պատասխանեց. ես սրտումս դա չեմ տեսնում քեզ համար։ Կարծում եմ դու պետք է ավտոմեքենաների գործով զբաղվես։ Այդ ոլորտում զարմանալի պարգև ունես։ Նա ասաց. ոչ։ Բարկացավ ու գնաց քաղաքի մյուս ծայրում գտնվող եկեղեցին։ Նրա ֆինանսական աղբյուրը սկսեց չորանալ։ Ամուսնությունը տուժեց։ 1 տարի անց Աստված խոսեց նրա հետ։ Նա դեռևս չէր անցել լրիվ դրույքով Աստվածաշնչի սերտողությանն այդ եկեղեցում։ Եվ Աստված ասաց նրան. ես քեզ չեմ կանչել հովիվ եւ Աստվածաշնչի ուսուցիչ լինելու, այլ կանչել եմ ավտոմեքենաներ վերանորոգելու եւ Աստվածաշնչի ուսուցիչ լինելու քո տեղական եկեղեցում։ Այդպես նա վերադարձավ ընկերոջս մոտ, նա ապաշխարեց։ Ու գիտեք, թե ինչ տեղի ունեցավ մի քանի տարի անց, Աստված նրան երազ ցույց տվեց։ Նա տեսավ ավտոմեքենային միացված համակարգիչ եւ թե ինչպես կարող էր համակարգչի միջոցով ախտորոշել խնդիրը։ Գնաց իր ընկերներից մեկի մոտ, ով հասկանում էր համակարգիչներից, հարցրեց, թե արդյոք դա հնարավոր է։ Ընկերն ասել էր այո, նա եւս մեկ հարց էր ուղղել, ապա հաջորդը եւ ընկերը դրական պատասխան էր տվել։ Արդյունքում նա հայտնագործեց մի մեքենա, սա տարիներ առաջ էր, ինչի օգնությամբ կարողանում էր գտնել ավտոմեքենայի խնդիրը առանց այն մասերի բաժանելու։ Այդ ժամանակ դա հեղաշրջող մի բան էր։ Պատկերացնում եք, նրա հայտնագործությունը տարածվեց Միացյալ Նահանգների այդ հատվածի բոլոր ավտովերանորոգման կետերում։ Մի քանի տարի անց նա կրկին մոտեցավ հովվին եւ ծիծաղելով ասաց. հովիվ, ես գիտեմ, որ Աստված ինձ կանչել է ավտոմեքենաներ վերանորոգելու։ Նա շարունակում էր Աստվածաշնչի սերտողություններ անցկացնել։ Ինձ սխալ մի հասկացեք, ճիշտ այնպես, ինչպես ես շարունակում եմ թենիս խաղալ, սակայն դա իմ խարիզման չէր։ Հասկանում եք, թե ինչ եմ ասում։ Հուսամ հասկանում եք։ Եկեք խոսենք այն մասին, թե ինչն է ձեզ լցնում էներգիայով։ Դա նույնպես ձեր խարիզմայի ցուցանիշներից է։ Օրինակ, ես երբ գրում եմ, կորցնում եմ ժամանակի զգացողությունը։ Ծառայության ժամանակ քարոզելիս կորցնում եմ։ Այս դասերի ժամանակ եւս ինձ դժվար է հիշել ժամանակի մասին։ Երբեմն փորձում եմ 15 րոպեում հասցնել, սակայն միշտ հատում եմ այդ ժամանակը։ Ինչու՞։ Որովհետև սիրում եմ քարոզել ավետարանը, դա ինձ էներգիայով է լցնում։ Հիշում եմ, թե ինչպես օգնականս խնդրեց ինձ էներգիայի թեստ անցնել։ Բացասական երկուսն այն է, ինչը սպառում է ձեզ, բացասական մեկն այն է, ինչը չի սպառում, սակայն ոչ էլ էներգիայով է լցնում։ Մեկը մի փոքր էներգիայով է լցնում, երկուսը նշանակում է, որ դուք ամբողջովին վերալիցքավորվում եք նրանից, ինչ անում եք։ Ինձ ամբողջովին վերալիցքավորող երկուսը քարոզելն ու գրելն է։ Ես գիտակցում եմ, որ սա է իմ խարիզման։ Դա այն է, ինչ ես կանչված եմ անելու։ Ահա եւս մեկ լավ հարց, որն արժե տալ։ Ինչն է ինձ գրավում։
Այս հարցը եւս կօգնի ձեզ հասկանալ, թե որն է ձեր խարիզման, ինչն է շարժում ձեր հետաքրքրությունը, ինչն է ձեզ աշխուժացնում, հասկանում եք, ես տեսել եմ մարդկանց, ովքեր երգում ու երգում են, երկրպագության առաջնորդներ են, իսկ եթե ես երգեմ, ինձ վրա լոլիկներ կնետեն, երգելը ինձ համար տանջանք է, ինչից էլ հասկանում եմ, որ դա իմ խարիզման չէ, պարզ է, նայում եմ հայրիկիս օրինակին, հայրիկս ո Աստված իմ, նա 40 տարի ինժեներ է եղել, նրան առաջարկել են ղեկավար դիրք զբաղեցնել, սակայն մերժել է, քանի որ ցանկացել է մնալ տեխնիկական հատվածում։ Հիշում եմ շաբաթ առավոտները, երբ նա ինձ նստեցնում ու ցույց էր տալիս, թե ինչպես է աշխատում շոկեկաթսան։ 1 ժամ շարունակ գծագրում էր եւ բացատրում, թե ինչպես է աշխատում դրա մեխանիզմը, իսկ ես այնքան էի ձանձրանում, որ քիչ էր մնում լաց լինեի, ուզում էի գնալ եւ թենիս խաղալ, բայց չէի ցանկանում հորս անարգել։ Ուստի նստում ու նայում էի, թե ինչպես էր գծագրում շոկեկաթսան ու պատմում, թե ինչպես է այն աշխատում, ու այդպես մի քանի շաբաթ շարունակ նա նայում էր ինձ ու ասում, որդիս, արի բացատրեմ, թե ինչպես է աշխատում շոկեկաթսան, իսկ ես մտածում էի, Աստված իմ, հիմա նորից սկսվելու է։ Նա սիրում էր դա նրա պարգևն էր։ Ինչն է ձեզ հետաքրքրում, ինչ եք դիտում YouTube-ով, ուսուցողական հոլովակներից որ թեման է հետաքրքրում ձեզ, ինչով զբաղվելիս եք ուրախանում եւ ոգեվորվում։ Մեծ հավանականությամբ հենց այդտեղ էլ ձեր խարիզման է։ Երբ ծառայում էի եկեղեցում, սիրով էի անում դա, սիրում էի ծառայել իմ հովվին, դա ինձ էներգիայով էր լցնում։ Պատահում էր, որ շաբաթը 70 ժամ աշխատում էի, սակայն դա ինձ համար ծանրություն չէր, քանի որ իմ հովվին ծառայելը ինձ էներգիայով էր լցնում։ Սա եւս շատ լավ հարց է, որն արժե քննել։ Չորրորդը, ովքեր են գրավում ձեզ։ Որ մարդիկ են ձեր մեջ հետաքրքրություն առաջացնում։ Դուք գիտեք ինձ, ես սիրում եմ ծառայողների շրջապատում լինել, սիրում եմ հովիվների հետ խոսել, սիրում եմ այլ հեղինակների հետ խոսել։ Ինչու՞։ Մենք նույն հետաքրքրություններն ենք կիսում։ Իսրայելն ուներ 12 ցեղեր, ճիշտ է։ Նրանք բոլորն Աստծո ժողովուրդն էին, սակայն տարբեր ցեղեր էին։ Իմ ցեղն այն մարդիկ են, ովքեր փոխանցում են Աստծո խոսքը։ Ես կարող եմ ժամերով խոսել, երբեմն տեսնում եմ, որ գիշերվա ժամը 1-ն է, իսկ ես համաժողովից հետո հովիվների հետ դեռ քննարկում եմ, թե ինչ տեղի ունեցավ ծառայության ընթացքում եւ ինչ է Աստված անում նրանց կյանքերի ու ծառայության միջոցով։ Դա ինձ էներգիայով է լցնում։ Հիմա ովքեր են այն մարդիկ, ում շրջապատում ցանկանում եք լինել։ Օրինակ, եթե կանչված եք լինելու վիրաբույժ, հավանաբար ձեզ կոգևորի այլ վիրաբույժների հետ զրուցելը։ Ձեզ դուր կգա իմանալ, թե ինչ փորձառություններ են ունեցել, ինչ են սովորել եւ արել նրանք։ Այս ամենը ձեր կյանքում գործող խարիզմայի ցուցանիշն է։ Այնքան բան կա այստեղ ասելու։ Թույլ տվեք հետեւյալն ասել։ Եթե այս դասընթացից իսկապես ինչ-որ բան ստանում եք, այս մասին ավելի մանրամասն քննարկում եմ բազմապատկիր Աստծուց քեզ տրված ներուժը գրքում։ Ուզում եմ խրախուսել, որ ձեռք բերեք գիրքը եւ կարդաք նաեւ այն, լավ։ Պարգևը հայտնաբերելուն պես պետք է զարգացնել այն։ Հիշեք, որ պարգևը զարգացնելու արդյունքում դուք բարձրանում եք։ Պարզ է, ձեր պարգևները բացահայտելը ճանապարհ է բացում, որպեսզի մեծ մարդկանց առջև հայտնվեք։ Սակայն երբ ուշադրությամբ լսում եւ զարգացնում եք ձեր պարգևը, ապա արդյունքում բարձրանում եք։ Ահա թե ինչու է այդքան կարևոր այն, ինչից խոսելու ենք հաջորդ դասին։ Կհանդիպենք։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 125 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։